Իսկ ես հիմա ուզում եմ խոսել կարծեք թե ծրագրերն էին, որ երբ որ Սպիտակ տան այս South Lawn ասում են, այդ խոտերի վրա այսպես մրցություն էր, այստեղ տեսնում եք 60 միլիոն UFC մեկ ընկերությունն է, որ նման աշխատանքներ կատարում է 60 միլիոն ծախսեն, բայց այդքան երևի միլիոն էլ ծախսն է, որ այդտեղի security-ն, որ կառավարությունը պիտի տա։ Ոմանք ասում են Թրամփը այս աշխատանքը կատարեն է, որովհետև հիմա գիտեք Թրամփը այս Իրանի պատերազմի հետևանքով իր հավանությունը խիստ իջել է, 70% ժողովուրդը դեմ է, ինչ որ Իրանում պատերազմը սկսեցին։ Եվ թվում է, որ քիչ հետո պիտի անդրադառնամ նաև, որ Ամերիկան բոլորը մտածում են, որ հաղթվեց Իրանի հետ պատերազմի մեջ հաղթվելն է։ Պատճառը հաղթվելն է, որովհետև 300 բիլիոն գումար պիտի տան Իրանին։ Իհարկե հիմա հստակ ամեն ինչը չի բացատրվել։ Երբ Օբամայի ժամանակ 1.7 բիլիոն, այսինքն 2 բիլիոնից ավել քիչ Իրանին հանձնեցին գումար, որ իրենք ստորագրեն այդ համաձայնագիրը, որ Իրանը ատոմական ռումբ չպատրաստի, նախագահ Թրամփը նաև այն ժամանակ քննադատում էր Օբամային, իհարկե այն ժամանակ նախագահ չէր, բայց քննադատում էր Օբամային, որ այդ տերորիստական երկրին ինչու է գումար հատկացնում։ Իսկ հիմա նախնական համաձայնագիրը այսպես է, որ Հորմոզի նեղուցը Իրանը բաց անի։ Հիմա այսօր նաև խնդրեմ եղավ, Ամերիկան արձակվեց, Իրանը արձակվեց տարբեր տարածքների վրա, բայց եւ այնպես ասեն են, որ ուրբաթ օրը պաշտոնապես կստորագրեն Ժնևում, կստորագրեն Ամերիկա-Իրանի համաձայնագիրը։ Իսրայելը իհարկե լրիվ դեմ է դրան եւ վերջին ժամանակ հարձակվեց Իսրայելը տասնյակ պաղեստինցի Հեզբոլլա, ավելի շուտ ոչ թե Պաղեստին, Հեզբոլլայի զինվորականները սպանվեցին, որովհետև այդ համաձայնագրի մեջ նաև այս էր, որ Լիբանանում այդ Իսրայելի այդ աշխատանքը որ մտեն է մինչև Բեյրութ մոտեցել է եւ այսպես ջարդում փշում է եւ ժողովրդին ասում է այդ տարածքից հեռացեք, այդ Լիբանանի հարավային մասերը, ինչ որ մուսուլմանները կամ Հեզբոլլայի կողմնակիցները ապրում են, այդտեղից հեռացեք, պետք է դադար լինի այդ։ Իսրայելցիները բնավ համաձայն չեն դրան եւ անպայման ցանկություն ունեին, որ Իրանի այդ համաձայնություն չլինի, նախագահ Թրամփը գնա նորից ռմբակոծի Իրանի տարածքները այնքան, որ ռեժիմը տապալվի, բայց անդրադարձան, որ միայն սա առաջի անգամ չի, որ մեկ երկրի տապալելը հեշտ է, եթե մի ղեկավար ունի։ Օրինակի համար գնացին Ալենդեին սպանեցին, ռեժիմը տապալեցին այդ ժամանակ եւ մեկ գեներալ դարձավ երկրի ղեկավար Հարավային Ամերիկայում եւ ուրիշ այսպես երկրները Իրանում թագավորին ասացին գնա, ռեժիմը տապալվեց, բայց կրոնական ռեժիմները այդպես չի։ Օրինակ Խամենեին սպանեցին, մի խումբ ուրիշ եկան սկսեցին նույն աշխատանքը կատարել։ Եթե գաղափարային է, դժվար է այդ ռեժիմի տապալելը, ժամանակ է ուզում, ինչպես կոմունիստությունը։ Կոմունիստությունը երբ որ եկավ եւ սկսեց գրավել տարածքներ, անընդհատ տարբեր երկրներում կոմունիստական գաղափարն էր, որ տարածվում էր եւ ընդլայնվում էր տարածքները, որ կոմունիստությունը այնտեղ ղեկավարում էր, անգամ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում եւ այլն, երբ որ գաղափարական է։ Երկար է տևում, որ այդ գաղափարը, ինչպես սովետական միությունը 70 տարի հետո տապալվեց, անմիջական չտապալվեց։ Իսլամական կառավարությունը երևի նույնն է, դեռ շարունակի, մի օր կտապալվի, բայց դեռ այդ ժամանակը չի եկել։ Դրա համար տեսնում եք
իրենք պատրաստ են էլի շարունակեն դեռ ծայրահեղները Իրանում դուրս են եկել, որ այս համաձայնագրի հետ դեմ են այս ինչ որ Ամերիկայի հետ համաձայնության են եկել, որ պիտի Ամերիկան թույլ տա Իրանը նավթը կարողանա վաճառի, տեսեք ինչ մեծ տարբերություն։ Իսկ հիմա ես գալիս եմ անդրադառնալու նորից Կիրակի օր, որ փլատ կամ ծրագրված էր, որ այս խաղի ժամանակ ռում պայթեցնեին դրոնով եւ ժողովուրդը սարսափահար երբ դուրս պիտի գար կրակեին իրենց վրա։ Այստեղ տեսնում եք հիմա ձերբակալեն են 5 հոգու ձերբակալեն են, որը Օհայո, Միզուրի, Կալիֆոռնիա, Նեբրասկա այդ տարածքներում բնակողներ էին, որ այս փլաթը կամ այս ծրագիրը մտածեն էին, կատարեն էին եւ իրենք իրար հետ կարողանում են Simplex, տեսնում եք այս Signal, TikTok եւ ուրիշ social media անձնական միայն իրենք կարող էին տեսնեին, հիմա կարողացեն տեսնեն, որ ծրագրերն են, որ այս մահափորձը կատարեն կամ դրոնով մեկ դրոն բարձրանա տարածքի վրա եւ կրակեն ժողովրդի վրա, ժողովուրդը սարսափահար դուրս գա, ճանապարհին մի քանի հոգի կմահանային, այսպես եւ ռիփաբլիկանների ղեկավարությունը այդտեղ էր, որովհետեւ այս ծրագրին դեմոկրատները հրավիրված չէին։ Իսկ պատճառը նաեւ որ բարգացած էին, որովհետեւ ռիփաբլիկանները Իսրայելի կազմակերպություն կա AIPAC, տեսնում եք այդտեղ շատ մեծ կազմակերպություն է, որ միլիոնավոր դոլար ծախսում է, որ նրանք ընտրվեն, որ հրեաներին կողմնակից են եւ իրենք իհարկե գումար էին ծախսել, շատ քիչ գումար էին ծախսել, այսպես ծրագրերն էին, տեսնում եք իրենց հրացան, նայեք ամերիկյան դրոշակ կա, աչում տեսնում եք այդտեղ եւ ուրիշ ծրագրումներ են ունեցել, տեսեք այս հրացանը, որտեղ իրենք շատ ծայրահեղ իրենց եւ հակա հրեական կարծիքներ են հայտնել այս անձնավորությունները, որ ծրագրերն էին anti-semitic, տեսնում եք դեմ էին հրեաներին եւ կարծում են, որ հիմա նախագահ շատ զբաղվում է հրեաների եւ այլն, այս 32 տարեկան մեկ անձնավորություն, որ ամուսնացած է 5 երեխա ունի, մնաս բարով է ասում իր երեխաներին, նաեւ ընտանիքին, գնում է աշխատանքը կատարելու, երբ ասում է, որ դուք ժամանակը կա, այսինքն իր երեխաներին այսպես գրություն է թողե, որ կանդրադառնաք, որ ես ուզում եմ այս երկիրը հույսը եւ այսպես լուսավոր ապագա է, ինչ որ ցանկանում եմ այս աշխատանքով, այսինքն գնացմանի ջարդի եւ այլն, այսպես ասեն է Ամերիկայում, որպեսի հեղափոխություն լինի Ամերիկայում, մասամբ տեսնում եք այս 4 հոգուն ձերբակալներ են, որ ծրագրերն էին, մեկը 19 տարեկան է, քիչ հետո կտեսնեք, որ նրա մայրը անդրադառնում է, որ այսպես հիմա տեսնում եք առանց օդաչու մեկ դրոնով aircraft, որ վախեցնի ժողովրդին, որը գնացել են այդ UFC այդ մրցությունը տեսնելու եւ հետո այդ հարավային տարածքը Սպիտակ տան միջից սկսեն փախչել եւ հետո պիտի կրակեին այսպես եւ սպանեին, տեսնում եք հիմա 3-5 ժամանակ այսպես էր, որ օրինակ գնում էին միայն մեկտեղ հավաքվել են կրակում էին, հիմա այսօր թե տելեֆոնի այսինքն social media-ով պատերազմ է տեղի ունենում, հրացանով կամ ատրճանակով կարող է պատերազմ լինի, նաեւ դրոնով, աչում տեսնում եք դրոնը, ուրեմն ամեն ինչը փոխվել է, նախկինի նման չի, որ մենակ հրացանով պայքարում են կամ պատերազմ են հայտարարում, այլ ավել դժվար կացություն է։ Նորից տեսնում եք այս 4 անձնավորությանը եւ նախագահը, որ այդտեղ էր Կիրակի օրը եւ
5000 հոգի այդտեղ էին, 120,000 դրսում, ահա այս տղան, որ 19 տարեկան է, որ ծրագրերն էր Ամերիկայի դեմ, այդ մեղադրանքն է հիմա ինչ որ կա եւ պետք է սպանություն տեղի տար կամ անեին, իսկ իր մայրը անդրադառնում է, որ իր տղան ծրագրում է, ուրեմն մայրը այստեղ FBI-ի պատասխանատուին եք տեսնում եւ այս անձնավորությունն են, երկուս Կալիֆոռնիայից, մեկը Միզորիից եւ այս մեկը տեսնում էր մայրը պոլիսին տեղեկացնում է, որ այսպես ծրագրում են։ Դրա համար կարողանում են գտնեն, թե ոչ կարող է դաժան վիճակ լիներ այս երկրում, որտեղ դրոնով հարձակվելը մի քիչ հեշտ է հիմա, թեև այդ շրջապատը լրիվ կառավարությունը իրենց նկատի էր առել, որպեսզի մեկը չմոտենա եւ բիլիոներների մասին բարգացած էր Էփստինի ֆայլի, որ բիլիոներներն են բոլոր այդ Էփստինը այն անձներ, որ երիտասարդ աղջիկների հետ հարաբերություններ ունենում, ասացի տարբեր social media-ին օգտվել, որ մենակ իրենք կարող էին նայեին եւ ոչ մի ուրիշ մարդ։ Սա բոլորը ծրագրված էր Իրաքի օրվա համար, ինչ որ նախագահ Թրամփը այդտեղ պիտի լիներ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ խոսեմ հիվանդանոցում, տեսնեք Wilmington, Delaware, ինչ է պատահում, Երևան Post-ն է ովանավորում ծրագիրը, եթե դուք ծանրություն եք Հայաստան ղրգելու, մի pound-ը $2.99 օդանավով, եթե Հայաստան ուզեք ղրգել։ Իսկ Երևան Post-ում, որ գտնում է Grand Hills-ում, եթե մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը նավով, մի ծանրոց հանձնեք, նավով երկրորդ ծանրոցը անվճար ձեզ համար կտանեն Հայաստան։ Երևան Post-ի միջոցով նաև կարող եք կահկարասիկ, եթե պիտի տեղափոխվեք Հայաստան, Սառնարան, Մահճակալ, Matress եւ այլն կարող եք ղրկել Հայաստան, տեսնում եք այսպես եւ այնտեղ կարող եք հետո ստանալ Հայաստանում։ Շահին թուրն է ովանավորում ծրագիրը, Շահին թուրը ծրագրերն է 10 օրվա թուր, օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը, տեսնում եք Ֆինլանդիա, Շվեդիա եւ Նորվեյ, բոլորը այդ սկանդինավյան երկրներից 3-ը, տեսնում եք այստեղ 10 օրվա համար ծրագրված է, հեռացայինեք, տեղերը ապահովեք։ Դոկտոր Բարսեղյանը, Մահտեսյան ատամնաբույժներն են ովանավորում, սա հեռախոսը համարն է, Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում է գտնվում, կվերադառնա։ Ամերիկայի ընդհանուր բաջետը, որտեղ հիմա 6 տրիլիոնից 6000 բիլիոն է եւ այսպես է մեծ մասը 74%-ը ոչ ոք չի կարող դրան ձեռք տա։ Բաջետը, որ ամեն տարի ներկայացնի տան մեջ խոսում են, ինչքան պաշտպանություն նախարարին պետք է հատկացնեն, ինչքան ուրիշ նախարարությունների պետք է հատկացնեն, դա ընդամենը 1.8 բիլիոնն է կամ 1.7 տրիլիոնը, այսինքն 1700 բիլիոն կամ 1800 բիլիոն է։ Մնացած 74%-ը չեն կարող ձեռք տան, որ social security-ն է եւ նաեւ բացի social security-ն, գիտեք, ուրիշ Medicare, Medical, այդպես հարցերի վրա ինչ որ ծախսվում է։ Եվ թվում է, որ 2032-ին Ամերիկան բավական գումար չի ունենա, որ այդ մարդկանց, ինչ որ social security են ստանում, SSI են ստանում, Medicare են ստանում, Medical են ստանում, բոլորը մոտարապես այս երկրում, երբ 65 եւ կամ 60-ից ավել են disabled-ները, այդպես օգնություն են ստանում, 22%-ով գումարը քիչ կլինի, այսինքն քիչ սերվիսներ կստանան, եթե մի բան չծրագրեն մինչև 2032 չծրագրեն,
նրանից հետո խիստ կրճատումներ է լինելու։ Սա այնինչն է, որ այս ձևով որ հիմա ձևավորված է։ Երկար տարիներ առաջ, մոտարապես 20 տարի առաջ, 2006 թվին էր Ջորջ Բուշի ժամանակ նաև այդպես անդրադարձան, որ այսպես վիճակ է ստեղծվելու, որտեղ 74% ասացի այս երկիրը ինչ որ գումարներ ունի, պետք է այդ հարցով, որ ոչ ոք չի կարող ձեռք տալ social security-ին, ինչ որ ասացի SSI, Medicare, ինչի կարողանում ձեռք տա, այդ ժամանակ մտածեցին, որ ուրիշ ծրագիրներ նկատի առնեն։ Եվ որովհետև դեմոկրատներին դուրս թողին, ուզեցին իրենք անեն, միցև հարցերը կապեն stock market-ի հետ կապեն եւ այդպես կարողանան փրկեն վիճակը, չկարողացավ Ջորջ Բուշ չկարողացավ ու այսպես հարցը մնաց, հիմա նորից երկիրը կանգնած է այդ դժվար կացության մեջ։ Այս երկիրը հիմա 40 տրիլիոն պարտք ունի։ Պարտք է վերցրել Չինաստանից, եվրոպական երկրներից, հարուստներից, մարդիկ որ գնում են այսպես թղթեր են գնում, կառավարության պարտք են տալիս, տոկոս են ստանում, փոքր տոկոս են ստանում, բայց որովհետև իրենց գումարները որ կառավարության են տալիս, պարտք են տալիս, փոշի չի դառնա, որովհետև Ամերիկայի կառավարությունը վերջ իրենց գումարը կտա, ում որ տան կարող է կորիբ գումարը, այսպես գնում են եւ այդ աշխատանք անում են։ Ամենայն դեպս այս երկիրը դժվար կացության մեջ է եւ այս պատերազմը ինչ որ տեղի ունեցավ, առավել հիմա նախագահը պահանջում է 350 բիլիոն նորից տրամադրեն, որ այս պատերազմը որ 60,000 զինվորականներ, ռազմանավեր, օդանավներ տարեն են այնտեղ Ամման կամ Օման ծովում այնտեղ են Իրանի այս պատերազմի բերումով եւ ինչ մնում է ավել ծախսը բարձրանում է այսպես դժվարության մեջ։ Իսկ հիմա ես ուզում եմ ցույց տալ Wilmington, Delaware նահանգում մեկ հիվանդանոց, խոշոր հիվանդանոցում մեկ որ ժամանակավոր բարձր էին այստեղ աշխատի, հիմա հայտնի չի ինչու բարկանում է, դա բոլոր բարկացած են, տեսնում եք ժողովրդից փոլիս գալիս անմիջապես հանում են, փնտրում են մարդուն, ուրեմն այս անձը կրակում է 2 աշխատողի վիրավորում է հիվանդանոցում, դրա համար բոլորին աներ են եւ իրեն նաեւ սերբականներն են այդտեղ այս հիվանդանոցի մեջ ինչ որ այստեղ տեսնում եք, ասացի ինքը անձը որ այս ձեռնարկել է այս ոչրագործությունը ժամանակավոր վարձված է, ոչ թե մնայուն աշխատող էր հիվանդանոցի մեջ։ Ես հիմա ուզում եմ շարունակել խոսել Ամերիկայի ամենահզոր եւ որևէ երկիր այդպես չունի B-52 տեսակետի ռմբակոծող օդանավներ ունի, որը այս օդանավները 1950-ական թվականներին այդ ժամանակ էր Կորեայի պատերազմի ժամանակ Ամերիկան ունեցավ այդ սրանք հին օդանավներ են իհարկե անընդհատ նորոգված են, որ այս օդանավը իր այսպես կարող է 8800 miles գնա առանց որ վառելանյութ օգտվելու համար ուրեմն կարող է սրանք էին որ գնում էին Իրանը ռմբակոծում էին ուրեմն Ամերիկայից կապված եթե Նյու Յորքից ուզում եք գնաք Թեհրան 6000 մոտարապես 140 miles է կամ պատկերացրեք 9800 կիլոմետր հեռու է կապված որտեղից սովորաբար սրանք գնում են Միզորիից կամ այդ խորքից Ամերիկայի խորքից այս տեսակ օդանավը գնում է պատկերացրեք միջին 7000 մայլ հեռավորություն կարող է Ամերիկայի տարբեր տեղերից գնահատի Իրան իսկ եթե 8800 miles կարող է, ուրեմն կարող է գնա ռմբակոծի, գա դուրս, օրինակ հասնի Եվրոպա, այնտեղ բենզինի կամ վառելանյութի կարիքը կունենա։ Այս B-52-ն
մեկը այստեղ Mojave Desert, Կալիֆոռնիայի հյուսիսում, որտեղ մեծ ամերիկյան Edwards Air Force Base բազակ այնտեղ խոշոր, այդտեղ է բարձրանալիս վայր են գնում, ուզում եմ այստեղ ցույց տալ, սովորաբար պատերազմի համար 5 հոգի մեջն են լինում, բայց այս անգամ որովհետև թեստ անելու համար մեջը լինում է օդանավի մեջում նաև լինում է այդ ժամանակ թեստ միշներ սա Mojave Desert-ում վայր են գնում 2 հոգի որ մասնակից են օդանավի այսպես Boeing-ն է պատրաստում, սրանք օդանավի մեջ են լինում, վայր են ընկնում եւ 8 հոգին մահանում են առավոտյան 11-ից 20 անց երկուշաբթի օր military տեսնում եք այդտեղ քաղաքացի կար, որ մասնակիցներ եւ contractor-ներ այդտեղ օդանավի մեջ են լինում, investigation-ը շարունակում է եւ ասեն են 6 ամիս կտևի։ Օրինակ այդ անձը մահացել է տեսնում եք երկու նոր 6 ամսական երեխա ունի, իր կնոջ հետ եք տեսնում երեխաները եւ կինը իհարկե իր հետ չեն եղել, միայն ինքն էր օդանավի մեջ, տեսնում եք այսպես վայր են գնում եւ հրդեհվում է այս օդանավը, որ միլիոնավոր դոլար արժում է այս օդանավը, ոչ մի երկիր չունի նման օդանավ, այդքան հզոր ռմբակոծող օդանավ չունի, ինչ որ ունի Ամերիկան, տեսնում եք այստեղ։ Անմիջապես երբ բարձրանում է, ընկնում է այս B-52, թեքում է դեպի աջ եւ հետո վայր է ընկնում ու պայթում է, լրիվ օդանավը պայթում է եւ վայր է ընկնում մի րոպե հետո որ բարձրացել էր, այսպես տեսնում եք, այստեղ այդ օդաչուները կամ անձիկն են ինչ որ օդանավի մեջ ասացի 8 հոգի այդտեղ մահանում է։ Ես պիտի դադարեցնեմ, ես վերադառնամ մեկ տարեկան երեխա սպանվում է Walmart խանութի առաջ, ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի ապարտման կամ մեկ առանձնատուն եք վարձել, դա պիտի մաքուր լինի, միջատներ չպիտի լինեն, երբ պահարանը բացում եք, մուգ չպիտի լինի, մրջուն չպիտի լինի, եթե Կալիֆոռնիայի որևէ տարածքում ապրում եք, զանգարեք իր հետ խորհրդակցեք, դուք ոչինչ չեք վճարում, եթե կարողանա ձեզ համար հատուցում վերցնի, հետո իրեն կվճարեք, ուրեմն խորհրդակցությունը եւ աշխատանքի համար դուք ոչինչ չեք վճարում, մինչեւ արդյունք ստանաք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Փիզարտինին Բրբանկում է գտնվում հեռախոսահամարը, տեսնում եք այստեղ Գլենոքս փողոցի վրա գտնվող Գլենդելին անմիջապես հարևանությանն է Բրբանկում, բայց Գլենդելի հարևանության կարող եք զանգարեք ձեր պատվերները տակ։ Եթե մի պիցա պատվիրեք, երկրորդը 50% զեղ չեք ստանալու։ Որևէ չափի վերցնեք, մեծը, փոքրը, մյուսը համահավասար, եթե վերցնեք 50% զեղ չունեք։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող բժիշկ է Գլենդելում, գտնվում է Ջաքսոն, Կոլորադո եւ Գլենդել ավենյուն հատում են ճիշտ այդտեղ բժշկական շենքի մեջ է, իսկ Orange County-ի բնակիչները անպայման զանգարեք, որևէ տարածք Orange County-ում ապրում եք, Orange County-ն փոքր county է, կարող եք այցելեք եւ այս բժշկի հետ խորհրդակցեք, այս մասնակետի հետ, վիրահատող, աչքի վիրահատող բժիշկ է 31 տարի փորձառությամբ, Orange County-ում զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Միսիսիփին Ամերիկայի աղքատ նահանգներից մեկն է եւ ամենայն դեպս երկու անձնավորություն, որը նաև ունեն մի տարեկան երեխա ունեն, գնում են այնտեղ Walmart ամենամեծ մարքեթն է, ամենամեծ խանութն է աշխարհում եւ գնում են այնտեղ եւ սկսում են
դայփեր վերցնել, երեխայի դայփեր եւ ուրիշ ողանում են մեքենայի մեջ են նստում, խանութից զանգարում են, որ սրանք վերցրել են ապրանքներ գնում են, փոլիսը գալիս է եւ այդ մեքենային ասում է որ կանգնի, բայց անձը քշում է փոլիսի վրա, փոլիսը կրակում է եւ հիմա այստեղ եթե կարող եք տեսնել, տեսեք կրակում է մեքենայի վրա, փոլիսը երբ որ մեքենան գալիս է եւ այս 1 տարեկան երեխան զոհն է լինում, երբ որ կրակում է անձը, այսինքն փոլիսը կրակում է եւ հետո ձերբակալում են, բայց երեխան մահանում է այդ պատճառով, այստեղ տեսնում եք, կանց են դայփեր փամփերս էին վերցրել, բայց այսպես ցավալի դեպք է պատահում։ Տեսնում եք, եթե փոլիսը միտեղ կրակում է, տասնյակ փոլիսների կանչում են, ամբուլանս է գալիս եւ այսպես ամենայն դեպս երեխան զոհն է լինում այս հարցի։ Ես ուզում եմ խոսել G7 7 խոշոր տնտեսություն ունեցող երկրների մասին եւ քիչ հետո բենզինի մասին խոսեմ։ Տեսնում եք, նախագահն է անցյալներում շատ սեր չուներ այս մարդկանց հետ, Եվրոպայի այս եւ ուրիշ երկրների ղեկավարության հետ հանդիպեր, գիտեք, երբ որ 7 մեծ տնտեսություն ունեցող երկրները հավաքվում են, նաեւ խոշոր տարբեր երկրներ, տեսնում եք, այստեղ Հնդկաստանի վարչապետ նաեւ այնտեղ է, ամենայն դեպս հավաքում են, տեսնում եք նախագահ Թրամփին, տեղի ունենում Ֆրանսիայում, դրա համար կանգնած է Ֆրանսիայի նախագահի կողքին, այստեղ տեսնում եք, շարունակեմ։ Եվ Իտալիայի ղեկավարը։ Ամենայն դեպս Իրանին վերաբերող շրջափակում ասել են կվերջանա, փոքրիկ էլի կրակոցները լինում Ամերիկայի եւ Իրանի միջև, բենզինի գինը իջել է միջին $4 եւ այսօր մի քիչ նաեւ ավել քիչ քչացավ, այսօր առավոտ 4 էր, բայց մի քիչ պակսել է, մեզ մոտ միշտ եթե միջին Ամերիկայի, տեսնում եք, իջավ դարձավ 3.75, կարծում են, որ կիջնի 3.75 ժուլայի 4-ը, բայց այսօր նաեւ մի քիչ իջեր էր 4-ից մի քիչ իջեր էր, մեզ մոտ միշտ $1.80 cent ավել թանկ է լինում, ուրեմն եթե դառնա 3.75 հուլիսի 4-ին, այսինքն մեզ մոտ դառնալու է $5-ից ավել, եթե մի ժանկ $6-ից անցներ, հիմա կդառնա $5 մոտ, որ նախքան փետրվարի 28-ին, երբ որ նախագահ Թրամփի հրամանով եւ Իսրայելի խրախուսանքով Ամերիկան հարձակվեց Իրանի վրա, բենզինի միջին $4 30 cent, 40 cent կապված որտեղի գնում, ուրեմն ավել թանկ է լինելու, քան թե այն ժամանակ։ Այն ժամանակ հիմա $80 կամ մի քիչ պակաս է, նախքան պատերազմը մի տակառը, այստեղ տեսնում եք, բարելը $69 էր, հիմա $80 է, որ հիմա իջել է, $80 է, հասել էր 100 քանի դոլար։ Նախագահին ասում են, որ այստեղ հարցեր են տալիս իրեն, դեռ մանրամասը չեն բացահայտել, որ ինչ է, անգամ ռիփաբլիկան սենեթորները, որ պետք է իրենց տեղյակ պահին, որ Իրանի հետ բանակցությունը որն է, ինչ համաձայնություն կա, ասել են ուրբաթ օրը կբացահայտեն, բայց պատերազմը եկել է ավարտի, ասում է նախագահը։ Ինչ որ քիչ առաջ նաև ծրագրի սկզբում ասացի, որոշել են, որ թվում է 300 բիլիոն Իրանին վնասները գումար տան Իրանին եւ 24 բիլիոն, որը Իրանի գումարներից թագավորի ժամանակվանից սառեցրել էին, այդ գումարը նաև պետք է ազատեն։ Վանս տեսնում եք այստեղ փոխնախագահ երկրի ասում է շատ ընդհանուր 1.5 էջի մեջ է համաձայնագիրը, ինչ որ կատարվել է եւ
այս memorandum of understanding ուրեմն ամերիկան այդ շրջափակումը վերջ է տալու, գիտեք, բոլոր ծովափը փակել էին եւ Իրանը Հորմուզի նեղուցը բաց է անելու, որպեսզի նավերը կարողանան գնան կան։ Իսկ 60 օրվա մեջ մնացած հարցերը կխոսեն դրանց մեջ նամանավանդ այդ ատոմական ռումբի կամ ուրանիումի հարստացնելու հարցը կխոսվի։ Այսպես տեսնում եք այդ մասամբ համաձայնագիր ինչ որ թվում է պիտի տեղի ունենա։ Իրանը իրավունք կունենա, որ նավթը վաճառի, ազատորեն վաճառի, որ մեծ գումար երևի կգնա Իրանին, անգամ զարմանք է հայտարարում այս նախկին Ամերիկայի տեսփաններ կամ ներկայացուցիչներ ՄԱԿ-ի մեջ ասում է, որ ուրեմն Իրանն է հաղթել, այսպես տեսնում եք բոլոր նախկին ղեկավարությունը, որոշ իմիկվա ղեկավարությունը ասում են, որ Ամերիկան հաղթվել է, անգամ Սենեթի մեծամասնությունը ռիփաբլիկան են, սա ղեկավարն է սենեթեր Թուն անունով, ասում է բնավ ես տեղյակ չեմ ինչ է, մեզ ոչ մի օրինակը չեն տվել, սա ինքը ռիփաբլիկան է, իրեն տեղյակ չեն պահել, որ բողոքն է ինչ որ բարձրացնում է։ Այստեղ 2015-ին տեսնում եք բոլորը սրանք տեղեր ունեցել, համաձայնագիրը արել էին եւ ինչ որ ասացի Օբաման 1.7 միլիարդ էր հանձնել Իրանին, որ այդ բանակցությունները ավարտին բերել, իսկ Իրանը կարող էր ուրանիումը 3.69% հարստացնել, 3.69 միայն կարող եք օգտվել էլեկտրականություն ունենալու համար, որ այդ ժամանակ այդ էր։ Հիմա նախագահ ասում է ես ուրանիումը թույլ չեմ տալու հարստացնի ռումբ, այսինքն ավելի ռումբ չեն կարող պատրաստեն, իսկ եթե 3.69 է, դեռ ասացի մանրամասնությունը ինչ է Թրամփը բանակցել իրենց հետ չգիտենք, բայց ռումբ չեն կարող պատրաստեն, եթե 3.69%-ով կհարստացնեն։ Նախագահ ասել որ բնավ ոչինչ չեն կարող ուրանիումի հետ կամ հարստացնեն ուրանիումը, հիմա պետք է բացահայտեն այս ուրբաթ օրը, որ համաձայնագիրը ինչի վրա է։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, լողավազանների մասին խոսեմ կամ հետո Ջեֆրի Էփստինի մասին պիտի խոսեմ։ Իսկ ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք ավտովթար ունենաք, ակսիդենտ ունեք, ձեր մտահոգությունները Չոփրյանին անձնեք, այս հեռախոսահամարին զանգահարելով։ 3 Չոփրյանները փաստաբաններ են, այս իրենց հեռախոսահամարն է, զանգարեք եւ ձեր ասում են իրենք, որ ձեր մտահոգությունների իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 Դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, հեռախոսահամարն է, եթե ալերժի կամ ասմայից տառապում եք, այս հեռախոսահամարին զանգարեք, ժամադրություն վերցրեք, Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Հոլիվուդ պիանոն է հովանավորում ծրագիրը, Հոլիվուդ պիանոն գտնվում է Փասադինայում Գլենդելի հարևանության։ 1928 թվականից Հոլիվուդ պիանոն ընտանիքի մեջ տեղն է այս կենտրոնը եւ վաճառում են դաշնամուր $1000-ից սկսած մինչև 100-ավոր, հազարավոր դոլար արժողությամբ դաշնամուր կա։ Իսկ այս ուրբաթ օր ամսի 19-ին, հունիսի 19-ին, Friday, երեկոյան ժամի 7-ին, այստեղ տեսնում եք, իրենք այնտեղ կազմակերպած է Համեր Քըրք Անրի Ուիլսոն այդտեղ է լինելու, մուտքը ազատ է, բոլորը տրավիրված է, Հոլիվուդ պիանոն բոլորի տրավիրելն է եւ փոքրիկ խորտիկներ նաեւ կարող է այնտեղ լինի, կարող եք այցելեք ուրբաթ օր։ Ծրագիրը նաև հովանավորում է Raffi's Market, հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market Բրբանկում է Գլենդելի հարևանության, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու կվերադառնա։
National Mall Washington-ում է նախագահ ասեց Ամերիկայի այս գալիք 250-րդ տարեդարձի առիթով անկախություն հռչակելու այս լողավազանը ինչ որ տեսնում եք կամ ավազանը ինչ որ տեսնում եք ասած ամեն ինչը փոխեն որ կապույտ պիտի լինի ջրի մուրներ եք տեսնում ջրի մուրները պատճառ է դառնում որ ջուրը կանաչ լինի այդ 50 միլիոն ծախսեցին բայց էլի կանաչ է այսպես տեսնում եք շարունակենք եւ հիմա աշխատում են որ մինչեւ հուլիսի 4-ին կարողանան պատրաստել hydrogen peroxide լցում են մեջը որ կարողանան ինչպես տեսնում եք երբ որ պատրաստեցին կապույտ էր նախագահն է որ անցնում էր ասած որ կանաչը պետք է կապույտ լինի տեսնում եք այդտեղ լցում են ջրի մեջ մաքրում են բայց դեռ մնում է կանաչ ասում են մինչև հուլիսի 4-ը կաշխատեն ինչքան կարելի է կծախսեն ասած 50 միլիոն ծախսել էին արդեն հիմա առավել գումար պիտի ծախսեն որպեսզի դա դարձնեն կապույտ ինչ որ այստեղ տեսնում եք նախագահն է ինչ որ ցույց է տալիս որ ասում է փուլը պիտի կապույտ լինի տեսեք ինչքան մեծ հզոր է Empire State Building-ից եւ ուրիշ շենքերից ավել երկար է 2030 ֆիտ է ամենաբարձր շենքը Ամերիկայի 1776 ֆիտ բարձրություն ունի այստեղ նախագահ ցույց է տալիս ասում է դրա համար պետք է գեղեցիկ լինի գումարը ծախսեցին բայց առայժմ մնում է կանաչ է մնում եւ շենքի արևելյան մասն է ինչ որ նախագահ հրաման էր տվել փլեցնեն որ փլված է մնում է այդպես ես հիմա ուզում եմ խոսել Ջեֆրի Էփստինի մասին Ջեֆրի Էփստինը մեծ արուստ էր որ փոքր պատանի աղջիկների տարաբերություն ամենայն դեպս բանդում 2019 թվին ինքնասպան եղավ շարունակենք այնտեղ մեկ անձնավորություն Թարթագլիան ասում է որ ես գարդերին ասացի որ սա աշխատում է ինքը իրեն կախի բայց ուշադրություն չդարձրեցին Ջեֆրի Էփստինի մահվան առիթով հիմա ուրիշներ նաև ասում որ ասել են պոլիսներին ասել էին որ սա ամեն տեսակ փորձում է որ ինքը իրեն սպանի մետրոպոլիտեն տեսնում եք այստեղ correction կենտրոնում բայց հիմա այնպես ուշադրություն չեն դարձնում թեև ինքը գրում էր նաև որ ցանկություն ունի որ իր վերջ տա իր կյանքին Նիկ տեսնում եք Թարթագլիոն ասել էր հիմա բանից դուրս է գալիս որ ոստիկանությունը շատ ուշադրություն չի դարձրել քանի որ կարող էին այդ կանխել որ երկու անգամ փորձ է անում բայց դրանով հանդերձ երկու հոգի նաև իրենց ասում են այս հարցը բացատրում են որ ամեն տեսակ փորձում է որ ինչպես կարող են իրեն կախի պատուանից կախի տրից կախի այսպես այս տեսնում եք այդ անձնավորությունն է վանդում որ ասել էր եւ իրեն թողնում էին միայնակ այդ բանդի մեջ ավել առիթ էր ստեղծվում Ջեֆրի Էփստինը տեսնում եք եւ հաջողում է վերջնական ինքը իրեն սպանի սա մեկ ուրիշ անձնավորություն Ռայս նա նաեւ ասել էր որ ասել էր Ջեֆրի Էփստինին մի աշխատիր ինքդ քեզ վերացնես քաջալերում էր որ ինքը չվերացնի եւ ասել էր նաեւ գարդերին ասել էր պահապաններին որ ինքը մենակ չմնա ավել լավ է որովհետեւ անընդհատ դրա մասին է մտածում եւ ուզում է իրեն կախաղան բարձրացնի ես ուզում եմ նաեւ հիմա խոսել մեկ նավակ ձեզ ցույց տամ անձը շատ արագ նավակով գալիս է ինքը նավակից դուրս ընկնում է օվկիանոսի մեջ բայց նավակը դեռ այդ արագությամբ գնում է պոլիսը գնում է տեսեք աշխատում է մտնի մյուս նավակի մեջ տեսեք պոլիսն է պոլիսի նավակ գալիս է այդ արագասլաց նավի կողքին որ արդեն անձը որ մեջն է եղել օվկիանոսի մեջ է ընկել
կարողանում է մտնի մեջը ու կանգնեցնի, տեսնում եք, մտնում է մյուս նավակի մեջ եւ կանգնեցնում է նավակը։ Ես ուզում եմ հիմա շարունակել նաեւ երկու Վիլյամսները, երկու քույրերը, ինչ որ մի ժամանակ Ախոյանին, մանավանդ Սրինը Վիլյամսը, որ իր ամուսինը հայ է, գիտեք, այսինքն ծագումով հայ է, այստեղ ծնված, որ միասին հիմա խաղերի են մասնակցում, tag team, անցնենք առաջ։ 4 տարի է Սրինա Վիլյամսը ծախում, տեսնում եք, խաղերին չէր մասնակցում, բայց հիմա վերադարձել է թենիսի Վինես եւ Սերենա Վիլյամսը ցանկություն է Վիմբլդոնում, տեսնում եք, այստեղ Անգլիայում տեսնում եք խաղերին մասնակցող։ Ես հիմա ուզում եմ խոսել երկու օվկիանոսը, հիմա գիտեք, այնպես է, որ մարդիկ գնում են օվկիանոս եւ պետք է նայել, եթե օվկիանոսը փոթորկոտ է, ամեն մարդ չի կարող մտնի այդտեղ ու լողա, ամեն մարդ այդ կարողությունը չունի, գնում եք ու շատիր եղեք։ Մի քանի օր առաջ ասացի ձեզի մի մայր եւ երկու երեխայով գնում են, 5 տարեկան երեխան ջուրը իրեն քաշում է, որովհետև ջուրը այսպես գալիս է ներքևից, ոտքի տակից անձին քաշում, rip current կոչվում է անգլերենով, անձին կարող է տանի։ Եթե դուք այդպես կարողությունը չունեք, հեռու մնացեք։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ երկու աշակերտներ, այստեղ տեսնում եք Santa Cruz, մեր արևմուտքում, օվկիանոս են մտնում, երկուսն էլ մահանում են։ Մինչև գալիս են հելիկոպտերով փրկեն, այդ ժամանակ չի լինում եւ երկու այդ աշակերտները, համասարանի աշակերտները մահանում են, տեսնում եք, այս մահացուներին եք տեսնում, Սանտա Կրուզի աշակերտներ։ Իսկ Նյուփորտ Բիչում 500 հոգու, տեսեք, օվկիանոս այսպես ալեկոծված, բայց մարդիկ մտնում են։ Սա կարմիր պարտիկներով որ տեսնում եք, փրկարարներն որ մտեր են մարդկանց օվկիանոսից անեն, տեսեք երկուսը, մեկին որ խեղդում էր, հազիվ կարողանում են անեն Նյուփորտ Բիչում, Լագունա Բիչ, անցյալ շաբաթ ձեզ ասել այս երեխաներ, որ ծնողի հետ մտել էին օվկիանոսը, 5 տարեկանը մահանում է, իհարկե օրեր փնտրում էին, չին կարողանում գտնեին, մինչև հետո դիագնեին, ինչ որ կարողանում են գտնեն։ Ես ուզում եմ խոսել մեկ պոլիսը գալիս է, որովհետև խաղ է տեղ ունենում, այսինքն խաղի ժամանակ էր, որ բասկետբոլի խաղի ժամանակ էր, որ Նիքսը Նյու Յորքի թիմը հաղթում է, բայց այդ կինը այնքան աղմկում է, հարևաններ զանգ են խփում, մտահոգված, որ կարծում են մեկը իրեն վնասում է, բռնապարում է կամ ինչ է պատահել։ Պոլիսը գալիս է, այս 2 տարեկան շունը գնում է, պոլիսը որ գալիս է, սկսում է հաչել պոլիսի վրա, պոլիսը ատրճանակ անում է ու կրակում է այս շունիկի վրա եւ շունը սպանվում է, այս փոքրիկ շունը սպանվում է, որովհետեւ այնքան այդ կին այդ սպորտով բասկետբոլի խաղով այնքան հետաքրքրված էր, այնքան աղմկեր էր, որ ինչ որ ասացի հարևանը կարծում եմ մի դեպք է պատահում ապարտմանի մեջ։ Ես պիտի դադարեցնեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիր։ Եթե թաթի վրա թաթի տակ վերք եք, հայլում եք, շնչասպառ եք լինում, այս հեռախոսը համարին զանգարեք։ Գլենդելում 616, իսկ Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիր, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն, այնտեղ կարող եք զբաղվել ձեր հասակակիցների հետ տարբեր խաղերով։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե գիֆտը ձեզ է առաջարկում, ինչ որ այստեղ տեսնում եք, ինչ որ ուզում եք մանրացնեք։ Այս մեքենան հնարավորություն ունի այդ ընդամենը $14.95 է։ Ես հիմա պետք է ձեզ ցույց տայի, որ մոտավորապես այսքան մեքենա է սա։ Անաշե գիֆտ գտնում 1937 West Glenox փողոց։
կվերադառնամ։ Ինձ հիշեցրին, որ ծրագիրը եկել է իր ավարտին, միայն ուզում եմ նաև հիշեցնել, որ ջաքփաթը աշխատում է ժամը 2-ից մինչև 7-ը, ջաքփաթը գտնվում է այստեղ տեսնում եք Pacific փողոցի վրա, գեղեցիկ հագուստներ, տարբեր արտասահմանից բերված կոշիկները առաջարկում ջաքփաթը, իսկ ես ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհանդիպում։